Ժամը 17-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Ռենյոս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Դատարանը կալանավորել է Փարաքարշ համայնքի ղեկավարի ու նրա ընկերոջ քրեական ոստիկանության աշխատակցի սպանության մեջ մեղադրվող 20-ամյա անձին քննչական կոմիտեի քննիչը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է։ Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ին իր տան մոտ սպանվել էին Փարաքարշ համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը եւ նրա ընկերը Կարեն Աբրահամյանը։ Մեկ անց ստացել էր հրազենային վիրավորում, ինչեւ այդ ոստիկանները ձերբակալել էին եւս մեկ անձի։ Ձերբակալվել է Փարաքարի համայնքապետի եւ նրա ընկերոջ սպանության մեջ կասկածվող անձը։ Ըստ քննչական կոմիտեի նա ինքնախոստովանական է տվել եւ իրավապահներին հայտնել սպանության գործիքի տեղը։ Եվս մեկ անձ ձերբակալվել է եւ հարուցվել է հանրային քրեական հետապնդում սպանությանն օժանդակելու հոդվածի հատկանիշներով։ Ըստ ներքին գործերի նախարարության խոսնակի նա փետրվարին Մերձավանում հրաձգության հետևանքով զոհված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Ըստ քննության արդյունքների այս պահին արկատավյալների վարկածը շարունակում է մնալ, որ սա շարունակությունն է այս տարվա փետրվարին տեղի ունեցած Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետ, որ ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը։ Վենդետայի վարկածին Վոլոդիա Գրիգորյանի կուսակից ընկեր Մեսրոպ Առաքելյանը չի հավատում։ Վոլոդիա Գրիգորյանի սպանության գործով առաջին անձի ձերբակալումից հետո ներքին գործերի նախարարության կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն, կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ Կորսիկայում ու Սարդինիայում ծագած արյան վրեժը կամ վենդետան Հայաստանել է հասել ու այն նոր չէ, սակայն կանոններն են տարբեր։ Ըստ քրեագետների Հայաստանում վրեժ խնդրության դեպքերում կանանց, երեխաներին ու ծերերին հիմնականում չեն դիպչում։ Հաճախ էլ վենդետան հնարավորինս կարճ ժամանակում լուծվում է հեղինակությունների միջնորդությամբ։ Ի տարբերություն օրինակ վենդետայի հայրենիքի, որտեղ այն վերածվում է ընդհուպ տոհմերի միջև պատերազմների։ Ենթադրյալ վենդետայի մի դեպք էլ մոտ մի ամիս առաջ Երևանում է գրանցվել։ Երկու անձ հարձակվել են սպանության մեջ մեղադրվող եւ տնային կալանքի մեջ գտնվողի տան վրա։ Հետաքրքիր է, որ ավելի քան 2 ամիս է հայտարարությունների համար Միքայել arczepiskopos Աչապահյանը կալանքի տակ է, իսկ սպանության մեջ մեղադրվողը տնային կալանքի։ Վերջինս իր տան վրա հարձակված 2 անձանցից մեկին սպանել էր փոխհրաձգության ժամանակ։ Պատմությունը վենդետայի աղմկահարույց մի քանի դեպք է հիշում նորանկախ Հայաստանում։ Օրինակ, մոտ 20 տարի առաջ բակային խաղի ժամանակ մի երեխա է սպանվում։ Նրա հայրն ամիսներ անց սպանում է որդուն կյանքից զրկած 13-ամյա անչափահասին։ Ինչու են վեճերը սպանություններով հանգուցալուծվում հանրապետությունում։ Հանգստյան օրերին եւս 2 դեպք է գրանցվել։ Ըստ իրավապահ մարմինների Կապանում 22-ամյա երիտասարդը դանակահարել է 2 հոգու, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մյուս դեպքը Արմավիրի մարզում է տեղի ունեցել։ Պատկան մարմինները հայտնում են, շանը հայհոյելու հարցի շուրջ Արաքսի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ։ Իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի, ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ։ Հրազենային վնասվածք ստանալով մահացել է 39-ամյա Մասիս Ասատրյանը։ Ընդհանուր առմամբ 2025-ի հունվար-հուլիս ամիսներին մոտ 24000 հանցագործություն է տեղի ունեցել Երևանում եւ մարզերում։ Յուրաքանչյուր 10000 բնակչի հաշվարկով Երևանն առաջատարն է։ Ամենաօրինապահ մարզը ստացվում է Գեղարքունիքն է։ Սիմոն Հովանիսյան, Open Media։ Ոստիկանության ամփոփագրի տվյալներով անցած 3 օրում բացահայտվել է 252 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Դեպքերից 35-ը վերաբերում է թմրանյութի հայտնաբերմանը, 19 մարմնական վնասվածք պատճառելուն, 18-ը ֆիզիկական ներգործությանը, 15-ը անձնական ունեցվածքի գողությանը։ Բացահայտվել են նաև ավազակության, խուլիգանության, թմրամիջոցի մաքսանենգության եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել են 12 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը եւ 1 անհետ կորած։ Անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար, 55 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Փաշինյանը գրառում է կատարել վեհաժողովի նախագահի ոսկե գրքում եւ կարճատև շրջայց կատարել։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի գործակցության օրակարգը, ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն
ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի կառույցների հետ։ Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է եղել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին, վարչապետ Փաշինյանի խոսքով Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Զրուցակիցները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում գործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019 թվականի առաջին այցից 6 տարի անց իր այս այցը տեղի է ունենում կարևոր ժամանակահատվածում։ Վարչապետի խոսքով Հայաստանը հաղթահարելով վերջին 5 տարիների բարդ մարտահրավերները գտնվում է իր զարգացման շրջադարձային կետում։ Նա ընդգծել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհուրդը համարում է ժողովրդավարական զարգացման ռազմավարական գործընկեր և կարևորել կառույցի դերակատարությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է Եվրոպայի խորհրդի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված ակտիվ և արդյունավետ համագործակցության փաստը, շեշտելով, որ այդ գործակցությունը նպաստել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղմանը բոլոր ուղղություններով։ Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հույս հայտնել, որ խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունը տարածաշրջանում կբացի զարգացման լայն հնարավորություններ։ Ստրասբուրգում վարչապետը հանդիպել է նաև մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Մաթիաս Գիյոմարի հետ։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը Եվրախորհրդի կառույցների հետ։ Ստրասբուրգում հանդիպումներից հետո վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության Հայաստան կատարած այցին, Փաշինյանն ընդգծել է, որ քննարկումները կապված Թրիփի հետ շարունակվում են։ Վարչապետը վստահեցրել է, թե չնայած որ Թրամփի վարչակազմն ունի բավականին մեծ օրակարգ, այնուամենայնիվ Թրիփը մնում է նրանց ուշադրության կենտրոնում։ Հիմա պետք է հասկանալ, թե ով է իրականացնելու Թրիփ նախագիծը, ով է ֆինանսավորելու և նման այլ հարցեր։ 44-օրյա պատերազմից 5 տարի անց էլ Ադրբեջանի նախագահը շարունակում է աշխարհին մոլորեցնել հայկական ագրեսիայի միլիոնավոր ադրբեջանցի փախստականների, հազարավոր անհետ կորածների մասին կեղծ թեզերով սեփական ցեղասպանական գործողությունները կոծկելու նպատակով։ Հայաստանի վարչապետն իր ելույթում հիմնական շեշտը դրել է խաղաղության շնորհիվ տարածաշրջանային կայունության և դրա արդյունքում զարգացման ծրագրերի վրա։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ելույթների միջև զուգահեռներ է որոնել իմ գործընկեր Անի Հովհաննիսյանը։ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում բախվեցին Բաքվի հաղթական խաղաղության և Երևանի խաղաղության խաչմերուկի տեսլականները։ Մենք խաղաղությունը ձեռք բերեցինք քաղաքական միջոցներով։ Մոտ 3 տասնամյակ Ադրբեջանի ինքնիշխան տարածքի գրեթե 20%-ը գտնվում էր Հայաստանի ռազմական օկուպացիայի ներքո։ Արդյունքում Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների քաղաքականության հետևանքով 1 միլիոն ադրբեջանցիներ վտարվեցին իրենց տներից։ Ըստ փախստականների ուռճացված թվեր ներկայացնող Ալիևի ճակերտավոր օկուպանտ և ագրեսոր Հայաստանը 65 մզկիթ է քանդել, հարյուրավոր ադրբեջանական գյուղեր ու քաղաքներ է ավերել։ Պատերազմից 5 տարի անց էլ Ադրբեջանի նախագահը չի հանդարտվում, նույնիսկ բացահայտ ստում է հայտարարելով, թե իբր մարդասիրական նորմերով է պատերազմ վարել։ Պատերազմի ընթացքում Հայաստանը բալիստիկ հրթիռներով և կասետային ռումբերով ռմբակոծեց մեր քաղաքներն ու գյուղերը, սպանելով ավելի քան 100 անմեղ քաղաքացիական անձանց։ Իսկ Ադրբեջանը իր հերթին պատերազմը վարեց խստորեն հետևելով միջազգային մարդասիրական իրավունքին։ Ալիևը նաև հիշեցրել է ադրբեջանցիների մասին, որ իբր հայկական ագրեսիայի հետևանքով 90-ականներից սկսած անհետ կորած են։ Մինչդեռ հայկական կողմն էլ ունի մեծ թվով անհետ կորածներ, ինչի վկայությունը հենց այսօր Երևանում նրանց հարազատների գործողություններն են։ Վաղ 90-ականներից ի վեր հայկական ագրեսիայի և օկուպացիայի ընթացքում անհետ կորած շուրջ 4000 ադրբեջանցիների ողբերգական ճակատագիրը
երկիրը շարունակում է պահանջել ուշադրություն եւ գործողություն։ Ադրբեջանի ղեկավարը անդրադարձավ նաև երկրի աննախադեպ զարգացող տնտեսությանը։ Reducing poverty and unemployment. Աղքատության եւ գործազրկության մակարդակը 5%-ի է հասել։ Մեր արտաքին պարտքը կազմում է ընդամենը ՀՆԱ-ի 6.5%-ը, ինչը աշխարհի ամենացածր ցուցանիշներից մեկն է։ Անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ելույթին, հիմնական թեմաները հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորումը, Հայաստանի դեպի ժողովրդավարություն ձեռնարկող մշտական քայլերը եւ անընդհատ ձեռք բերվող ռազմավարական դաշինքներն էին։ Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Վերջերս մենք ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Չինաստանի հետ։ Ակտիվ քաղաքական եւ առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը նոր հորիզոններ է բացում մեր առաջ։ Մենք ակտիվացնում ենք մեր հարաբերությունները Ճապոնիայի, Մոնղոլիայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Փաշինյանը հաստատեց, որ կողմերը հղումանելով Ալմա-Աթայի հռչակագրին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խորհրդային սահմաններով։ Նա նաև անդրադարձավ Բաքվից պարբերաբար հնչող այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությանը։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Օգոստոսի 8-ի փաստաթղթերում մենք հստակ բովանդակություն եւ խոսույթ ենք համաձայնեցրել եւ այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելը իմ նշած եւ կամ այս ամբիոնին հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ։ Փաշինյանը այս անգամ էլ չշրջանցեց Թավշյա հեղափոխության թեման, հպանցիկ անդրադառնալով անհետ կորածների ու գերիների հարցին։ Ավելին, ընդամենը մեկ նախադասություն ասելուց հետո կտրուկ անցում կատարեց լրիվ այլ թեմայի։ Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է։ Թրիպ ուղի ենթակառուցվածքային նախագիծը գործելու է Հայաստանի Հանրապետության տարածքով, Միացյալ Նահանգներ, Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Իսկ իր ելույթի վերջում եւս մեկ անգամ հաստատեց 2026-ին վերընտրվելուց հետո Հայաստանին մեծ փոփոխություններ են սպասվում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը եւս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ։ Երկու առաջնորդների տարբեր ելույթները ցույց տվեցին, որ խաղաղության շուրջ ընկալումները շարունակում են մնալ խորապես հակասական։ Անի Հովհաննիսյան, Ռեոփան մեդիա։ Պաշտպանության նախարարության դիմաց քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների ու ռազմական ոստիկանության ծառայողների միջև։ Անհետ կորածների հարազատները պահանջում են հանդիպում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Դասրյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայում պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Գերատեսչությունից սակայն պատասխանել են, որ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կարող է հանդիպել, այն էլ միայն 3 հոգու հետ։ Բողոքող հարազատներն ասում են, բախումները գերատեսչությունից արհեստականորեն ստեղծել են իրենց հավաքը ցրելու նպատակով, որովհետև խուսափում են հարցերին պատասխանելուց։ Անդրադառնալով փողոց փակելու որոշմանը, հարազատներն ասացին, որ դեռ սպասում են, գուցե պաշտոնյաների ողջամտությունն արթնանա։ Մենք երեխեքի համար ենք անում։ Մեր երեխեքի ճակատագրի համար ենք անում, որ այսօր վարչությամբ այն կառույցը, որ այս երեխեքին զորակոչելա, տարելա բանենք, այսօր կատեգորիկ ձևով հրաժարվում է, ձեռները թափատվե, քաշվելա ղերաղ, ոնց որ ինքը ոչ եղել է, ոչ կա, ոչ ունի ինչ-որ մեզի բան ասելու, տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին, իմանալով անգամ տեղները չգնացին, հետևներից պատերազմի ժամանակ իմանալով այդ տղեկը որտեղ են թաքնված անտառներում, ոչ մի միջոց չձեռնարկեցին այդ տղեկին են, որ հլա անտառներում էին, որ գնային փրկեին, այդ վախտել չարեցին, դրա մասին հլա են թվերինը հասվե, ոչ շի բան, կատեգորիկ այս մարդկանց նպատակը երեխեքին կոտորելն ու երեխեքին սենց ոչնչացնելն էր։
Համաշխարհային տնտեսությունը բախվել է աննախադեպ մարտահրավերի, համաշխարհային պարտքը 2025 թվականի երկրորդ կիսամյակում հասել է 338 տրիլիոն դոլարի։ Ռեկորդային ցուցանիշը գրանցվել է տարվա առաջին 6 ամսվա 21 տրիլիոն դոլարի կտրուկ աճից հետո, ինչը լրջագույն մտահոգություններ է առաջացնում համաշխարհային ֆինանսական կայունության վերաբերյալ։ Այս հսկայական պարտքի կուտակման համատեքստում հատկապես ուշագրավ է Ճապոնիայի օրինակը։ Զարգացած երկրների շարքում ամենամեծ պարտքային բեռ ունեցող պետությունը ՀՆԱ-ի մոտ 260%-ի չափով Ճապոնիան է։ Ճապոնիան արդեն մոտ 25 տարի է, ինչ խրված է այսպես կոչված քանակական մեղմացման քաղաքականության մեջ, որը սկզբնապես կիրառվեց որպես ժամանակավոր միջոց տնտեսությունը խթանելու համար։ Նույն քայլին գնաց Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Եվրագոտու երկրները կարողացան դուրս գալ այս ծրագրից, իսկ Ճապոնիան շարունակում է մնալ դրա գերին։ Միացյալ Նահանգների ազգային պարտքը գերազանցել է 37 տրիլիոն դոլար, ըստ փորձագետների Ճապոնիան դարձել է մի վառ օրինակ, թե ինչպես զարգացած տնտեսությունը կարող է կորցնել առանց արտաքին խթանների աճելու կարողությունը։ Տնտեսագետները համարում են, որ համաշխարհային տնտեսությունը թևակողել է մի վտանգավոր փուլ, որտեղ պարտքի հսկայական բեռը սպառնում է խաթարել ֆինանսական կայունությունն ու տնտեսական աճի հեռանկարները։ Իսկ ըստ հայ տնտեսագետների այս տարվա հունվարից օգոստոս 8 ամիսներին Հայաստանի պետական պարտքն ավելացել է ևս 1 միլիարդ 288 միլիոն դոլարով եւ այժմ գերազանցում է 14.1 միլիարդ դոլարը։ Անցած տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 12.8 միլիարդ էր։ Ընդամենը 8 ամսում պարտքն աճել է 10%-ով կամ ավելացել շուրջ 1.3 միլիարդ դոլարով, իսկ անցած 7 տարիներին 7.5 միլիարդով։ Տնտեսագետները նաեւ ահազանգում են, որ պարտքը ոչ միայն աճել, այլև թանկացել է, պարտքի միջին տոկոսադրույքը հասել է 7.3-ի, նախկին 4.9%-ի դիմաց, այսինքն, եթե պարտքի սպասարկումը նախկին տոկոսադրույքով կկազմեր տարեկան շուրջ 691 միլիոն դոլար, այսօրվա տոկոսադրույքով անցնում է 1 միլիարդից։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Եվրաերյակի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների Իրանի դեմ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պատժամիջոցների snap-back մեխանիզմն ակտիվացնելու փորձերը օրինական ուժ չունեն։ Եվրոպական եռյակի կողմից ընթացակարգի չարաշահումը չի կարող փոխել իրավական իրականությունը։ 2231 բանաձևի գործողությունը կդադարեցվի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին, ինչպես ուղղակիորեն նախատեսված է հենց բանաձևում, գրել է նա X-ի իր էջում ու նշել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 15 անդամներից 6-ի պատժամիջոցների վերականգնման օգտին քվեարկելուց հրաժարվելը խոսում է անվտանգության խորհրդում առկա պառակտման մասին։ Մեջբերեմ նրա անդամների գրեթե կեսը համոզված չէ, որ Եվրաերյակի նախաձեռնած պատժամիջոցների վերականգնումն արդարացված է, լեգիտիմ կամ օրինական, նշել է Բաղային։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուսական զորքերը մեծածավալ հարձակում են իրականացրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների, այդ թվում օդանավակայանների վրա, օգտագործելով բարձր ճշգրտության հեռահար զենքեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է ճակատային գծում 173 մարտական բախումների մասին։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերը 595 անօդաչու թռչող սարք եւ 48 թրթիռ է արձակել, որոնցից 611-ը խոցվել են։ Կիևում գրանցվել են զոհեր եւ վիրավորներ, հարձակումները վնասել են բնակելի տարածքներ, սակայն Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորումը։ Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել Բելգորոդին։ Ուկրաինական 48 դրոններից 78-ը խոցվել են։ Իսրայելի զինված ուժերն ու շարժական հրետանային ստորաբաժանումները կրակ են բացել Գազայի ուղղությամբ սահմանամերձ գոտուց։ Տանկերը խորացել են Գազա քաղաքի բնակելի թաղամասեր։ Տեղական առողջապահական մարմինները հայտնել են, որ չեն կարողացել արձագանքել տասնյակ կանչերի։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 66500 հոգու։ Վիրավորվել է 168162 մարդ։ Մոլդովայում Կիրակի կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնք ուղենիշային են Եվրամիության անդամակցելու հեռանկարի համար։ Նախագահ Մայա Սանդուի գլխավորած կուսակցությունը ստացել է ձայների 48%-ը, ընտրատեղամասերի 95%-ում հաշվարկից հետո։ Ռուսամետ հայրենասիրական ընտրական դաշինքը ստացել է 25.6%։ Ռուսամետ այլ կուսակցություններն ունեն ավելի ցածր արդյունքներ։ Նախկին նախագահ Իգոր Դոդոն կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել խորհրդարանի մոտ, հաղթանակը ամրապնդելու համար։ Սանդուն ընտրություններից հետո կրկնել է Ռուսաստանի կողմից լայնածավալ միջամտության մեղադրանքները, ընդգծելով, որ իր ձայնը տվել է խաղաղությունը պահպանելու եւ Եվրամիության կազմում Մոլդովայի ապագայի համար։
Միչիգանի Grand Blanc քաղաքում Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել։ 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդը մեքենայով հարվածել է եկեղեցուն, կոտրել դռները եւ կրակ բացել, սպանելով առնվազն 4 մարդու եւ վիրավորել 8-ին։ Հարձակվողը եղել է Միացյալ Նահանգների ծովային հետևակի նախկին զինծառայող։ Նա հրդեհել է եկեղեցին, ապա ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել։ Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ եկեղեցում եղել են հարյուրավոր մարդիկ եւ ավերակներում կարող են լինել լրացուցիչ զոհեր։ Ծխիսյուններ են բարձրացել շենքից։ Միչիգանի նահանգապետ Գրեչեն Ուիթմերը եւ ազգային պաշտոնյաները դատապարտել են բռնությունը, այն անվանելով անընդունելի, հատկապես երկրպագության վայրում։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Մոսկվայի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել կինոռեժիսոր եւ հեռուստարադիո հաղորդավար Տիգրան Քյոսայանին։ Բացի հարազատներից եւ մտերիմներից, անվանի կինոռեժիսորի հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու էին եկել բազմաթիվ անվանի մարդիկ, այդ թվում հումորիստ Եվգենի Պետրոսյանը, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ծաղկեպսակներ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մամուլի քարտուղարը, վարչապետ Միշուստինը, Մոսկվայի մարզինահանգապետը եւ ուրիշներ։ Նախագահի սգո ուղերձը ներկայացրել է նրա աշխատակազմի ներկայացուցիչը, հոգեհանգստի կարգը վարում էր Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նշանավոր կինոռեժիսոր Էդմոն Քյոսայանի կինոռեժիսոր որդուն հավաքվածները ճանապարհել են ծափահարություններով։ Երևանի քաղաքապետարանը քննարկում է դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակման հարցը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ դպրոցականները սկզբում գուցե ընդվզեն որոշման դեմ, բայց կրթության որակի վրա վստահորեն այս արգելքները դրական կազդեն։ Ըստ նախագծի հեղինակների մշտադիտարկում կիրականացվի 15 դպրոցում, տարեվերջին կգնահատվեն աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշներն ու առաջադիմության որակը։ Առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է։ Արդեն 2 շաբաթ է Հայաստանում ընթանում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների գործընթացը։ Առողջապահության նախարարությունից հորդորում են անպայման դիմել մոտակա բժշկական կենտրոն, ստանալ համապատասխան պատվաստանյութը հետագա բարդություններից խուսափելու համար։ Մասնագետները վստահեցնում են, սուր շնչառական վարակների առումով հանրապետությունում դեռ ակտիվություն չի դրսևորվում։ Գրիպի դեմ պատվաստելուց հետո հակամարմինների եւ ամբողջական իմունիտետը ձևավորվում է 10-ից 14 օրերի ընթացքում, հետեւաբար քանի դեռ չեն շրջանառում գրիպի շրջատիպերը, գրիպը չի շրջանառում Հայաստանի Հանրապետությունում, ունենք լավ հնարավորության պատուհան ստանալ գրիպի դեմ պատվաստումը, քանի դեռ սեզոնը չի ուժ գնացել։ Այսքանն էինք պատրաստել այս ժամի համար, հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս, բարի ու խաղաղ երեկո բոլորիս, կհանդիպենք։